Առողջությանը հետևելը շատ կարևոր է եւ հատկապես կարևոր է դա անել լավ մասնագետների ուղեկցությամբ եւ մասնակցությամբ եւ այս շաբաթ Առողջ երկիր Բժիշկ Մանուկյանի հետ էջում Բժիշկ Մանուկյանի հյուրերը Աջափնյակ բժշկական կենտրոնի տնօրեն, ընդհանուր վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգորի Մանուկյանը եւ անհետաձգելի ծառայության ղեկավար բժիշկ վնասվածքաբան Տրթատ Ղազարյանն են։ Յուրաքանչյուր ընտանիքում թերևս մեկ անգամ պատահել է, որ շտապ կամ անհետաձգելի բուժօգնության կարիք է առաջանում, այդ ժամանակ շատ դժվար է լինել զուսպ, հանդուրժող, պահպանել գիտակից եւ կառուցողական կեցվածք, սակայն հենց դա է տարբերակում եւ առանձնացնում հավաքված եւ արագ կողմնորոշող անձին կամ անձանց։ Ինչ է ակնկալում յուրաքանչյուրս, որ իր կամ իր հարազատի խաթարված օրգանիզմը արագ ստանա որակյալ եւ կոմպետենտ բժշկական օգնություն։ Այդ պահին, երբ քո մտքերը դժվար է հավաքել, խենթորեն փորձում ես հայտնաբերել ծանոթ եւ անվանի բժշկի անուն, ում այդ պահին կարող ես դիմել։ Լինել հանգիստ, որ քո առողջությունը վստահելի ձեռքերում է։ Արդարության համար, սակայն պետք է նշեմ կրկին, որ այժմեական բծախնդիր հայ սպառողի համար ներկա բժշկական ծառայության որակը իրոք շռայլություն է, եւ դա ես ասում եմ, քանի որ տիրապետում եմ թեմային։ Չեմ հոգնի ձեզ հիշեցնել, որ որոշ զարգացած երկրներում ինչպիսի խայտառակ սպասարկման հետ է առնչվում պացիենտները, իսկ մեր հայ բժիշկների անձնվեր եւ հաճախ անշնորհակալ աշխատանքը ապշեցնում է։ Հետո զարմանում են, թե ինչու լավ մասնագետները գնում են Հայաստանից։ Այսօր մենք ականատես ենք, որ Աջափնյակ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժ ծառայությունը 1.5 տարի շարունակ մատուցում է բարձրակարգ վիրաբուժական բազմապրոֆիլ սպասարկում ոչ միայն Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններից, այլ նաեւ ամբողջ Երևան քաղաքից եւ մարզերից դիմող պացիենտների համար։ Ավանդորեն, ինչպես եւ բժշկության այլ ոլորտներում, Աջափնյակ բժշկական կենտրոնում այս հարցին նույնպես մոտեցել են գրագետ եւ պատասխանատվությամբ, հավաքելով որակյալ կոմպետենտ մասնագետների, կառուցելով կոորդինացված աշխատանքային սկզբունք, որտեղ մի մասնագետի աշխատանքը համակարգվում է ավելի փորձառու մասնագետի օգնությամբ, որը իր հերթին վերահսկում է գլխավոր մասնագետի կողմից։ Ի վերջո, այս որակի մոնիտորինգի սկզբունքը դրված է նաև թերապևտիկ, ախտորոշիչ եւ վիրաբուժական բոլոր ծառայությունների հիմքում։ Ինչու՞մն է գրավչությունը այս կենտրոնի անհետաձգելի ծառայության, կարծնեք դուք։ Իհարկե, ակնառու առավելություններից մեկը դա արագ եւ որակյալ մարդակենտրոն օգնությունն է, եւ դա լոգ բառեր չեն։ Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, կրկին Առողջ երկիր Բժիշկ Մանուկյանի հետ հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք անհետաձգելի բուժօգնության մասին։ Բարև։ Մինչև հարցազրույցը զրուցում ենք, որ Աջափնյակ բժշկական կենտրոնը դա մի կոնցեպտ է, որտեղ ներդրվել է գերմանական մոդել։ Քանի որ երկար տարիներ աշխատում եք Գերմանիայում, այդ մոդելը տեղափոխվել է այստեղ։ Ինչու՞մն է այդ մոդելի իմաստը։ Մասնավորապես անհետաձգելի բուժօգնության, շտապօգնության հետ կապված։ Անհետաձգելի բուժօգնությունը Աջափնյակ բժշկական կենտրոնում ունի իր յուրահատկությունը։ Յուրահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ ներգրաված փորձառու եւ կոմպետենտ մասնագետների հետ մեկտեղ, որոնք հերթապահում են եւ 24/7 գրաֆիկով աշխատում են անհետաձգելի վիրաբուժական ծառայության ներքո, կա նաեւ մոնիտորինգի համար ստեղծված ավելի բարձր կարգի փորձառու եւ էքսպերտային դասի մասնագետներ, որոնք վերահսկում են եւ կարգավորում են այդ հերթապահող խմբի աշխատանքը։ Ժողովրդական լեզվով ասած նեղ մասնագետներ, այո։ Մասնագետներ, որոնք իրականում կարողանում են այդ պահին օգնել, աջակցել, պատասխանել եւ տալ երկրորդ կարծիք այդ հերթապահ անձնակազմին եւ որպեսզի կարողանանք հասցնել նվազագույնի բժշկական սխալը։ Միաժամանակ կա նաեւ ավելի բարձր խավ, այսինքն ծառայության ղեկավարներ, որոնք նաեւ կոորդինացնում են այդ աշխատանքը։ Այդ դա թույլ է տալիս, որպեսզի
անհետաձգելի ծառայությունը, իսկ անհետաձգելի ծառայությունը դա նշանակում է ավելի բարձր կոնցենտրացիա, ավելի բարձր զգոնություն, որպեսզի այդ աշխատանքը կարգավորվի անթերի։ Իդեպ, շտապօգնության հետ կապված տեղեկացնեմ, որ հարգելի բուժառուներ, յուրաքանչյուրը Աստված մի առաստ շտապօգնության կարիք լինելու դեպքում ինքներդ կարող եք որոշել, թե որ բժշկական կենտրոնը ձեզ պետք է սպասարկի։ Մեծ հաշվով դա մեծ առավելություն է։ Արդյոք կա այստեղ սեզոնայնություն։ Մենք գիտենք, որ բավականին մեծ աճ կա շտապօգնության դիմավորության հարցում։ Գիտեք, սեզոնայնությունը կա տարբեր ոլորտներում, այսպես կոչված, կա ձմեռային ժամանակահատված, երբ գիտենք, որ վնասվածքները ավելի շատանում են։ Կա գարնանային շրջան, երբ գիտենք, որ այլ հիվանդություններ կամ հարբուխին բնորոշ իրավիճակներ ավելի սրանում են, բայց ընդհանուր առմամբ դուք իրավացի եք, նկատվում է, որ մեր մոտ աճը անհետաձգելի ծառայության ավելացել է, եւ այստեղ պետք է նշեմ, որպես բժշկական ոլորտի կազմակերպիչ, դու որպես կազմակերպիչ կարող ես ծախսել հսկայական գումարներ գովազդի վրա, ակնկալելով, որ ժողովուրդը կակնկալի դա եւ կարձագանքի եւ կունենա նույն դիմելույթյան բարձր արձագանք, սակայն Հայաստանում բացի դրանից գործում է մի ուրիշ մեխանիզմ, երբ մեկ պացիենտը փոխանցում է իր կարծիքը մյուսին, դա իրականում ավելի բարձր արձագանք է ունենում եւ այստեղ պետք է նշել, որ մենք 6 տարվա ընթացքում ունեցել ենք բավականին բարձր վարկանիշ, դիմալույթյան շնորհիվ մենք ունեցել ենք իսկապես շատ գոհ պացիենտներ, որոնք նաև տվել են իրենց արձագանքը հենց անհետաձգելի բուժօգնության հարցում։ Ինչու է դա արձագանքում։ Լինի դա շտապ օգնության միջոցով, թե ինքնուրույն դիմելույթունով, անմիջապես անհետաձգելի ծառայության բացելուց հետո մենք տեսնում ենք, որ տարեց տարի ավելանում է դիմելույթությունը հենց այդ ոլորտում, որովհետև մարդիկ գիտեն, որ մեզ մոտ ծառայությունը իսկապես բարձր որակով է եւ մենք փորձում ենք արձագանքել ցանկացած տեսակի դիտողություններին եւ շտկել դրանք։ Եվ իհարկե նաև խոսենք ախտորոշումից, ինչպես շատ հաճախ ասում եմ, ռենտգենը մեր աչքերն են, եւ որպեսզի մենք կարողանանք դիագնոստիկա ունենալ, պետք է կատարել տարբեր տեսակի գործիքային լաբորատոր հետազոտություններ։ Արդյոք համալրված է այստեղ թիմը ամբողջությամբ։ Նախ նշեմ, որ Արշավնյակ բժշկական կենտրոնում պլանային ընդունելությունները կատարվում են մինչև ժամը 20:00-ին, իսկ 20:00-ից հետո արդեն անհետաձգելի բուժօգնության ծառայության թիմը, որոնք համալրված են տարբեր նեղ մասնագետներով, իրականացնում են տարբեր բուժծառայություններ եւ բացի հերթապահ նեղ մասնագետներից այստեղ գործում է 24-ժամյա լաբորատոր հետազոտություններ են իրականացվում, ախտորոշիչ ծառայությունում գործում է սոնոգրաֆիկ եւ ռենտգեն հետազոտության ծառայությունները եւ մեր բուժառները տարբեր խնդիրներով դիմելուց կարողանում են ենթարկվել այդ հետազոտություններին եւ լաբորատոր եւ գործիքային եւ այնուհետեւ նեղ մասնագետների կողմից ստանան համապատասխան բուժօգնություն։ Եվ իհարկե բոլորս արդեն գիտենք, որ ներդրվել է ապահովագրական համակարգը, որը որ ակնկալում ենք, որ կունենա մեծ արձագանք, բավականին ակտուալ է, արդիական է, սպասված է եւ կլինի բավականին մեծ դեմիլություն։ Մենք զրուցեցինք, որ բժշկական կենտրոնը պատրաստ է իր զինոնոցով ամբողջությամբ զինված եւ պատրաստ է դիմել եւ եւս մեկ անգամ ձեր արձագանքը։ Հարգելի բժիշկ Մանուկյան, կենտրոնը բացվել է 2019 թվականին, այն ժամանակահատվածին, որը զուգադիպեց 44-օրյա պատերազմի եւ չարաբաստիկ COVID-19 համավարակի հետ մեկտեղ, ես հավատացնում եմ ձեզ, երբ կենտրոնը 2019 թվականին բացվեց եւ անմիջապես առնչվեց այդ արհավիրքների հետ, այն ժամանակ նույնպես նա պատրաստ էր եւ իհարկե այսօր նույնպես մենք կարող ենք ասել, որ մենք նախապես իմանալով, որ ակնկալվում է այս առողջապահության ապահովագրական համակարգը, թե ինչ արձագանք դա կունենա անհետաձգելի ծառայության համար, նույնպես մենք աշխատել ենք այնպես անել, որպեսզի աշխատանքը լինի մաքսիմալ արագ, կոմպետենտ եւ իհարկե մենք ձեռնարկել ենք միջոցներ թե տեխնիկական զինանոցում, թե մասնագիտական, որպեսզի այդ ծառայությունները իսկապես աշխատեն անթերի եւ անխափան։
Եվ իհարկե շտապ օգնության հետ կապված կան արդյոք սահմանափակումներ, արդյոք բոլոր բուժառուները կարող են դիմել Աջափնյակ բժշկական կենտրոն, թե կան որոշակի սահմանափակումներ։ Այո, կան մեր բժշկական կենտրոնում սահմանափակումներ, որոշ նեղմասնագետների եւ ծառայությունների բացակայությամբ պայմանավորված, այդպիսի դեպքերից են օրինակ կանգնողային վնասվածքները, նման խնդիրներով զբաղվում են նյարդավիրաբույժները, մեզ մոտ այդ ծառայությունը բացակայում է եւ նման բուժարների դիմելիության դեպքում մենք կազմակերպում ենք առաջին անհետաձգելի առաջին բուժօգնություն եւ արդեն բուժարի վիճակից կախված կազմակերպում ենք բուժարի տեղափոխում այլ բժշկական կենտրոն կամ շտապօգնության միջոցով կամ հարազատների ուղեկցությամբ բուժարի վիճակով պայմանավորված նման դեպքերից են նաեւ ինֆարկտները, սրտամկանի ինֆարկտները, ինսուլտները, որոնց դեպքում նույնպես մեր բժշկական կենտրոնում տվյալ ծառայությունների բացակայության պատճառով մենք չենք կարող սպասարկել նմանատիպ բուժարներ։ Այս հաշվով մնացած բոլոր դեպքերում Մնացած բոլոր դեպքերում բուժարները կարող են դիմել տարբեր վիրաբուժական, վնասվածքաբանական, ուրոլոգիական, գինեկոլոգիական եւ քիթ-կոկորտ ականջաբանության հետ կապված պաթոլոգիաների դեպքում 24 ժամյա գրաֆիկով շուրջօրյա բուժարները կարող են դիմել մեր բժշկական կենտրոն եւ ստանալ համապատասխան բուժօգնություն։ իհարկե ամեն ավելի սպառիչ պատասխաններ մեր կայքում է եւ սոցիալական հարթակներում եւ եւս մեկ հարց ծառայության հետ կապված արդյոք կա որոշակի տարբերություն մեծ հաշվով ցանկալի է որպեսզի պացիենտը բուժառուն դիմի ցերեկը թե երեկոյան կա այստեղ որակային որոշակի տարբերություն։ Այստեղ պետք է նշել, որ անհետաձգելի ծառայության հարցերով դիմելիությունը թե ցերեկային ժամին, թե երեկոյան ժամին գրեթե նույնն է։ Սակայն պետք է նաև տարբերակել, երբ պացիենտները դիմում են պլանային ոչ անհետաձգելի հարցերով երեկոյան ժամերին, խորհուրդ եմ տալիս, որպեսզի այդ պացիենտները նախապես հերթագրվեն, որպեսզի իրանք կարող են ընդգրկել նաև կոմպետենտ ամբողջական անձնակազմին, եթե խոսքը վերաբերվում է նաև բազմապրոֆիլ թիմի ներգրավման համար։ Մասնավորապես, երբ խնդիրը առնչվում է նաև թերապևտիկ անձնակազմին, ցանկալի է, որպեսզի պլանային հետազոտությունները եւ բոլոր ուղղորդումները կատարեն նախապես պլանավորված կարգով։ Շնորհակալություն։ Դե ինչ, ծեսը դեր բժիշկ Մանուկյանը, եղեք առողջ։